Ինչ եք կարծում, Թրամփը կարող է երաշխավոր լինել խաղաղության գործընթացին, չնայած, որ Թրամփը կարծես արդեն մոռացել է, որ երկրներն էին, Հայաստանը մեկ Ալբանիա է կոչում, Փաշինյանի անունն էլ մոռանում է, ասում է մյուս տղան, լուրջ է արդյոք այս ամենը։ Ոչինչն էլ լուրջ չեմ համարում, ինչը խոսում է ես արդեն լուրջ չեմ համարում, հիմար քայլ էր, որովհետև շատ բաներ անցավ Հայաստանի, դրա համար չեմ հավատում։ Չես հասկանում, ես երկվար ասում երկիրը հանապեմա մարդիկ դերասան, ում կողմ սա է սաղ շահի է, պետություններն են սաղ շահի, Ադրբեջանին շահունի նրա կողմն են, մեզ ինչ ունենք, որ շահի, սաղ երկրները շահի են, էդ կարամ ասեմ։ Եթե Ամերիկան հետևողական լինի, այդքանն էլ չէ, որովհետև Թրամփը իր երկրում հետևողական չի, ահագին այդ զակոնները, որ փոխել է, ահագին վատ զակոններ է իրանց մոտ, օգուտ Ամերիկային հետևողական լինի, եթե լինեն հետևողական, ուրեմն ինչ-որ բան կփոխվի։ Չգիտեմ, մի ճիշտ անում սխալ է ժամանակը ցույց կտա, մի չես կարող ասել։ Չգիտեմ, ճիշտն ասած, ոչ Ռուսաստանը գիտեմ, ոչ Ամերիկան, դա իմ համար բարդ հարցեր են, ճիշտ ասած, որովհետև կարաս ունենաս քո կարծիքը, բայց որ այն մեր կինոյի պես է, որ ասում են, ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս, այդ ընդ էլի, չեմ կարող պատասխանեմ։ Չգիտեմ, ես չգիտեմ, ոչ լավը գիտեմ, ոչ վատը գիտեմ, ինչ իմանա վաղ ինչ կլինի։ Տարբեր կարծիքներ կան և ոչ մեկի կարծիքն էլ չի համապատասխանում իրականության հետ։ Մենք ուղղակի ուշադիր հետևում ենք, թե ոնց պետք է լինի վիճակը Հայաստանի ու վերջ։ Ես այստեղ ոնց կարամ երաշխավորել, չեմ կարող ասեմ։ Այդ հարցերը բոլորը իրանք կարող պատասխանեն, մենք չենք կարող դա։ Մենք շատ փոքր մարդ ենք, որ անալիզ անենք իրանց աշխատանքները, իրանք պետք է պատասխանեն դրանք բոլորը։